հավաքագրում է բոլոր զոհերի տվյալները անձնական։ Ձեր անունով փորձում են վարկ ձևակերպել։ Հիմա ձեզ կոդ կուղարկենք, շտապ ասեք թվերը, գործընթացը կանգնեցնենք։ Հազարավոր մարդիկ մեծ կորուստներ են ունեցել։ Կորցրել եմ 10 միլիոն դրամ։ Ձևակերպվել է 8.560.000։ Վերջին շրջանում ոստիկանությունը տեսանյութեր ու հաղորդագրություններ է տարածում հերթական բացահայտված զանգերի կենտրոնի վերաբերյալ։ Ինչ գործունեություն էին ծավալում, ում էին թիրախավորում այդ կենտրոնները։ Մեր կողմից բացահայտված զանգերի կենտրոնների հանցավոր գործունեությունը տարբեր ուղղվածություններ ունեին, նրանցից ամենատարածված ուղղվածությունը դա ներդրումային խարդախություններն էին, այսինքն հանցավոր զանգերի կենտրոնը մասնագիտացված էր ներդրումային խարդախությունների մեջ եւ հիմնականում նրանց թիրախում գտնվում էին օտարերկրյա պետության քաղաքացիները եւ հիմնականում եվրոպական երկրներում գտնվող պետությունները ունեցել են զանգերի կենտրոններ, որոնք որ թիրախավորել են օրինակ ասիական սեգմենտի բնակիչներին Եվ այս զանգերի կենտրոնների բացահայտման կարևորությունը կայանում է նրանում, որ նմանատիպ զանգերի կենտրոնների պարագլուխները, այսպես ասած, զանգերի կենտրոններ են ունենում ոչ միայն մեր երկրում, եղել են դեպքեր, երբ նրանք զանգերի կենտրոններ են ունեցել օտարերկրյա այլ պետություններում, որոնք որ թիրախավորել են մեր հանրապետության քաղաքացիներին, ինչ վերաբերում է վնասի փոխհատուցման խնդրին, ապա այստեղ պետք է հստակեցնենք, թե որ երկրի քաղաքացին է տվյալ դեպքում տուժող կողմը, բնականաբար այն հանցագործություններում, որտեղ որ տուժող կողմը մեր քաղաքացին է եւ հանցագործությունը ամբողջությամբ բացահայտվում է, ապա դա հնարավորություն է տալիս եւ բացում է հնարավորություններ քաղաքացու ֆինանսական կորուստները վերականգնելու։ Հայաստանի քաղաքացիներն արտասահմանյան հեռախոսահամարներից զանգեր են ստանում իբր բջջային կապի 5G կարգավորումների վերաբերյալ։ Այս մասին հազանգեր ստանում եք, եթե այո, ինչ քայլեր եք ձեռնարկում այս ուղղությամբ։ Մեկ վիճակագրական տվյալ ասեմ, 2026 թվականի հունվարի 1-ից մինչ օրս 100-ից ավել նմանատիպ հանցագործության մասին հաղորդումներ ենք ստացել մեր քաղաքացիներին, ինչը փաստում է, որ այս 3-4 ամիսների ընթացքում կան բազմաթիվ տուժած քաղաքացիներ, եւ այս հանցագործության հիմնական ուղղվածությունը կայանում է նրանում, որ վերջիններս մոլորեցնելով մեր քաղաքացիներին ստիպում են, որ նրանք իրենց բջջային հեռախոսներում տեղադրեն վնասաբեր հավելվածներ, իբրև թե կապի որակը բարելավելու նպատակով եւ այն քաղաքացիները, որոնք որ տեղադրում են իրենց բջջային հեռախոսներում նմանատիպ ծրագրեր, հնարավորություն են տալիս հանցագործներին, որպեսզի վերջիններս հասանելիություն ստանան բջջային հեռախոսին, ընդ որում հասանելիությունը ամբողջապես հասանելիություն, նրանք կարողանում են մուտք գործել բջջային հեռախոսում առկա on-line banking հավելվածներին, ձևակերպել այնտեղ նոր վարկել կամ կցված բանկային քարտերից կատարել տարբեր գործարքներ, այսինքն հափշտակել բանկային քարտերում առկա ոչ դրամական միջոցները։ Այս մասով մեր քաղաքացիներին կհորդորեն, որ նմանատիպ զանգեր ստանալու պարագայում ոչ մի դեպքում ոչ մի օտարամոլ օտար ծրագիր հեռախոսազանգի միջոցով չտեղադրեն իրենց բջջային հեռախոսներում, եթե պայմանական հեռախոսազանգ են ստացել օրինակ X ընկերությունից եւ այդ աշխատակիցը իրենց պարտադրում է կամ համոզում է, որ իրենց բջջային հեռախոսում որևէ ծրագիր տեղադրեն, ապա պետք է ընդհատեն զանգը, կապ հաստատեն նշված ընկերության պաշտոնական համարով եւ պարզեն այդ հեռախոսազանգի իսկությունը։ Տարածված մեկ այլ զեղծարարության սխեմայով հանցագործները զանգահարում են քաղաքացիներին, ներկայանում որպես բանկի աշխատակիցներ եւ փորձում կորզել բանկային գաղտնի տվյալներ։ Արդյոք սրանք հեշտ բացահայտվող հանցագործություններ են, թե կան դժվարություններ։ Ձեր կողմից նկարագրված հանցագործությունը նույնաբովանդակ է 5G հանցագործությանը, այսինքն հեռախոսազանգի միջոցով են հանցագործները փորձում մոլորեցնել մեր քաղաքացիներին, մեկի պարագայում ներկայանում են որպես բջջային օպերատորի աշխատակից, ստիպում ծրագիր տեղադրել, մեկ այլնի դեպքում ներկայանում են որպես բանկի աշխատակից եւ կարող են տարբեր պատրվակներ բերել, օրինակ ասել ձեր անունով ինչ որ մեկը փորձել է վար ձևակերպել, անհրաժեշտ է SMS ծանուցումով ստացված կոդը մեզ ասել, որպեսզի օրինակ չեղարկենք այդ վարկի ձևակերպումը, այսինքն տարբեր պատրվակներով մոլորեցնում են մեր քաղաքացիներին եւ մոլորեցման արդյունքում հասանելիություն են ստանում նրանց ֆինանսական on-line հարթակներին, այսպես ասած, խոսելով բացահայտելիության մասին, այստեղ պետք է հաշվի առնենք, թե հանցագործությունը որտեղից է կատարվել, երբ որ հանցագործությունը կատարվում է Հայաստանի Հանրապետությունից, այսինքն հանցավոր գործունեություն ծավալողները գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, բնականաբար բացահայտելիությունը ավելի հեշտ է համեմատական առումով, երկրորդ
երրորդի պարագայում երբ գտնում են արտերկրում, ոչ թե բացահայտումը բարդ է, այլ ժամանակատար է, այսինքն տևական ժամանակ է պահանջվում, ինչեւ որ հնարավորություն է ունենում իրավապահ մարմինները ամբողջապես հիմնավորել X անձի կողմից նմանատիպ հանցավոր գործունեություն ծավալման փաստը։ Ֆինանսական բուրգերի բացահայտումները սովորաբար տեղի են ունենում միայն այն ժամանակ, երբ դրանց գործունեությունն արդեն դադարել է եւ քաղաքացիները չեն կարողանում հետ ստանալ իրենց գումարները։ Իրավապահ համակարգը տեսնում է հնարավոր վտանգները, բայց առաջնորդվում է չկա հանցակազմ, չկա միջամտություն սկզբունքով։ Ինչու՞։ Չէ՞ որ ոստիկանության գործառույթը նաեւ հանցագործությունների կանխարգելումն է։ Ֆինանսական բուրգի ֆենոմենը կայանում է նրանում, որ ֆինանսական բուրգ հիմնականում որակվում է այն պարագայում, շատ դեպքերում, երբ քաղաքացիները իրենց դժգոհությունն են արտահայտում, այսինքն նրանք սկսում են օրինակ իրենց ներդրած գումարները չստանալ կամ որևէ ֆինանսական հարթակ, որ իբրև թե որևէ ծառայություններ է մատուցում, դադարում է իր գործունեություն ունենալը։ Մեր քաղաքացիները կարող են մեզ հարց տալ, ասել օրինակ ինչու՞ չեք արգելափակում նմանատիպ ռեսուրսները, այստեղ ես կցանկանամ նշել, որ ռեսուրսների արգելափակումը իրավական գործընթաց է պահանջում, թեպետ այն կանխարգելիչ նպատակներ ունի եւ այդ ռեսուրսները հիմնականում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս են գտնվում են եվրոպական կամ ասիական որևէ երկրում եւ այդ երկրներում ծառայություն մատուցողները իրավապահ մարմիններից ինչ որ ռեսուրսներ արգելափակելու կամ սառեցնելու մասով կարող են պահանջել համապատասխան իրավական փաստաթղթեր եւ քանի դեռ չկա որևէ բողոք, չկա հանցագործության դեպքը, իրավապահ մարմինները նման ռեսուրսները արգելափակելու հնարավորություն ցավոք սրտի չունեն։ Մեկ եւս նյուանս ասեմ, այն պարագայում, երբ ֆինանսական բուրգը դեռևս չի դադարել իր գործունեությունը, շարունակում է վճարումներ իրականացնել, այն քաղաքացիները, ովքեր գումար են դրել, հրավիրել են այլ անձանց, այդ քաղաքացիները կարող են այդ փուլում դիմել իրավապահ մարմիններին եւ այդ փուլից իրավապահ մարմինները հնարավորություն կունենան իրավական առումով գործընթաց սկսել, քանի որ ցանկացած ֆինանսական բուրգի պարագայում իրավապահ մարմինը պետք է հստակ ցույց տա անձ, որը որ ներդրել է գումար, անձ, որը որ հրավիրել է այլ անձանց, օրինակ գումարներ ներդնելու համար։ Դուք հաճախ եք դժգոհում, որ ստեղծարարությունից տուժած քաղաքացիները դժկամությամբ են դիմում ոստիկանությանը։ Որն է պատճառը՝ բացահայտման նկատմամբ թերահավատությունը, հնարավոր հաշվեհարդարի վտանգը, թե այլ գործոն։ Ասել թե դժգոհում ենք, որ քաղաքացիները չեն դիմում, դա դժգոհություն չէ, դա եղելություն է ցավոք սրտի, այսինքն որոշ պարագայում ցավոք սրտի քաղաքացիները դառնալով հանցագործության զոհ չեն դիմում իրավապահ մարմիններին եւ մեր ցանկությունն է, որ ցանկացած պարագայում, երբ քաղաքացին վնաս է կրել հանցագործությունից, պարտադիր դիմի իրավապահ մարմիններին, քանի որ պայմանական, երբ 10 քաղաքացի միևնույն հանցագործի կողմից դառնում է զոհ եւ 10-ից 9 չեն դիմում, մեկն է դիմում, հնարավոր է այդ 10-ից 9-ից մեկի պարագայում հանցագործությունը ել ավելի հեշտ լինի բացահայտել, այսինքն նրա մոտ լինի հավելյալ տեղեկատվություններ հանցագործի վերաբերյալ կամ այնպիսի տվյալներ, որը որ իրավապահ մարմիններին հնարավորություն տա ել ավելի հեշտ բացահայտել հանցագործությունը։ Մեր քաղաքացիներին կհորդորեն, որպեսզի վստահեն իրավապահ մարմիններին, լինեն համբերատար եւ նրանք եթե դարձել են հանցագործության զոհ, ապա ոչ մի պարագայում նրանք օգնություն չփնտրեն այլ վայրերում, այլ առաջին օգնող դիտեն իրավապահ մարմիններին, քանի որ իրավապահ մարմինն է կանգնած քաղաքացու կողքին հանցագործությունների դեպքերով եւ իրավապահ մարմինները պատրաստակամ են օժանդակել մեր քաղաքացիներին տարատեսակ ցանկացած բնույթի հանցագործությունների բացահայտման հարցում։